Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավան նստավայրում ընթանում է չարենցավանցի 23-ամյա երիտասարդ Սերյան Խալաֆյանի սպանության գործով առաջին դատական նիստը։ Հունվարի 9-ին Չարենցավանը ցնցվեց 23-ամյա Սերյան Խալաֆյանի սպանությունից։ Օրը ցերեկով բազմաթիվ քաղաքացիների աչքի առաջ շամփուրի եւ դանակի հարվածներից սպանվեց 23-ամյա երիտասարդը։ Սերյանի հարազատները պատմում են, որ երիտասարդն իր ընկերների հետ դեպքի վայրում է եղել սուրճ խմելու նպատակով, երբ նրանց վրա հարձակում են գործել մի խումբ զինված անձինք։ Դեպքի մասին մանրամասներ է հայտնում Սերյան Խալաֆյանի եղբոր կինը։ Ովքեր են կազմակերպիչները։ Կազմակերպիչները եղել են կազմակերպիչը գլխավոր Տարզան մականունով Արմեն Խալափյանը իր որդիների ու քրոջ որդու հետ միասին։ Մեր ցանկությունը, որ լինի արդար դատավարություն, մեղավորները պատժվեն ամենախիստ ձևով, քանի որ դաժանությունը հաշվի առնելով, որ ընկած երեխային գետնի վրա, ընկած երեխային բազմաթիվ դանակի ու չգիտեմ տարբեր հարվածներ են հասցրել։ Մեր ցանկությունն է, որ պարզվի ամեն ինչ եւ լինի արդար դատավարություն։ Օրը ցերեկով է դեպքը տեղի ունեցել։ Ինչպես է ստացվել, որ հարևանությամբ գտնվող անձինք չեն արձագանքել։ Երևի վախի մթնոլորտում, վախեցել են երևի։ Եղել են օգնողներ, մոտեցել են, բայց արդեն, չգիտեմ, ինքը բավականին ժամանակ գետնին ընկած առնակամ ա եղել ու ոչ մեկ չի մոտեցել, օգնություն ցույց չեն տվել, գոնե շտապ օգնություն զանգեին կամ չգիտեմ, գոնե ոստիկանություն զանգեին, երևի վախի մթնոլորտում, հավանաբար։ Սերյանի սպանության գործով ովքեր են այս պահին գտնվում կալանավայրում։ Կալանավայրում գտնվում են Տարզանը, Տարզանի քրոջ որդին եւ մի անչափահաս անձնավորություն, որոնք եղել են նույն վայրում խորովածի շշերով, դանակներով, չգիտեմ ինչ զենքերով զինված։ Այս պահին գործով մեղադրվող համարվում են մի քանիսը, մնացածի անունները չգիտեմ, չեմ կարող շեշտել, չեմ էլ ճանաչում։ Սեյրանը եղել է չափից դուրս, չափազանց ընկերասեր, բոլորին հասնող, բոլորին նվիրված մարդկանց, որ հարցնեք, իրանք բնութագիրը կասեն, էլի, ինչպիսին է եղել ինքը, ամբողջ քաղաքը իրան ճանաչել է, որպես զուսպ, համեստ, բոլորին հասնող, օգնող, նվիրված, հարգանքով, շնորհքով բոլորի հանդեպ ինքը մի ուրիշ ձևի երեխա է եղել, էլի։ Սերյանի ընկերն եք, ինչ կարող եք ասել իր մասին, ինքը ինչ կապ ուներ այն երիտասարդների հետ, ովքեր կատարել են հանցագործությունը։ Ինքը ոչ մի կապ չուներ այդ երիտասարդների հետ, ուղղակի տենց խաթր անելով, սենց ասած, ոնց որ գնացել է, հետ այլ էլի շատ հանգիստ, մարդասեր, ընկերասեր տղա է եղել էլի Սեյրանը։ Շատ լավն էր մեր ընկերը, մարդասեր, բարի, ոչ մի անգամ ես 10 տարվա ընկերներ ենք եղել, ոչ մի անգամ ես իրանից ոչ մի վատ քայլ չեմ տեսել։ Սեյրանը մեր ընկերն է եղել, իմ շատ մոտ ընկեր է եղել, ինքը ընտանիքին նվիրյալ տղա է եղել լավ երիտասարդ այս քաղաքի համար, բոլոր են մարդիկ, ովքեր իր այդ առնչություն են ունեցել առհասարակեսը կյանքում, բոլորը կարան մենակ դեպի լավ իր մասին ասեն, հաստատ թշնամիներ չի ունեցել այս քաղաքում, որովհետև ինքը իր երիտասարդական կյանքում նախընտրել է այնց կյանք, որը ապրել է այնց հասարակության մեջ ունես մարդկանցով շրջապատված եղել, ովքեր թշնամիներ չեն ունեցել, որովհետև բոլորի միայն լավն են ցանկացել։ Ու Ալում եմ այն, որ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որը անտարբերության է մատնել լիքը բան ու այդ անտարբերությունն է вообще կործանում այն լավ ստեղծածը, ինչը որ ստեղծվում է այս կյանքում, ինչը որ մարդը ստեղծում է։ Այլացի շնորհքով դաստիարակված, կրթված, մեծերին հարգող, ընտանիք սիրող, հասկացող